Պատգամավորները ասում են, որ սա քաղաքական գործընթաց չի, եթե քաղաքական է, իրենք են մտել քաղաքականություն, այլ իրենք են արել նման հայտարարություններ։ Դուք ընդհանուր առմամբ այս գործընթացը, այս process-ը ինչպես է գնահատում, արդյոք մտահոգիչ չի նման իրավիճակը։ Մեղմ ասած մտահոգիչ իրավիճակը տագնապալից է։ Նիկոլ Փաշինյանը կիսալուսնյաց արշավանք է սկսել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Եվ եթե ժամանակագրության մեջ նայեք, տեսենք երբանից դա սկսեց, երբ Մայրաթորը եւ Կիլիկիո կաթողիկոսությունը միասին Շվեյցարիայում կազմակերպեցին Արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խորհրդաժողով շվեյցարական խաղաղության նախաձեռնության շրջանակներում։ Դրանից անմիջապես հետո Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քաղաքականություն է իրականացնում եւ պատահաբար հենց Փաշազադեի հայտարարությունից մի քանի ժամ հետո Փաշինյանը լայնածավալ հարձակում սկսեց հայկական ինքնության առանցքներից, սյուներից մեկի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Քաղաքական մեղադրանքներով կալանավորվեց նախ Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Միքայել arczepiskopos Աչապահյանը եւ Մկրտիչ arczepiskopos Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Այսինքն 3 թեմակալ առաջնորդներ այսօր անազատության մեջ են։ Մեկը արդեն դատապարտվել է 2 տարով, սա խայտարակություն է իհարկե, չլսված խայտարակություն։ Երկուսը մեկի դատավարությունը ընթացքի մեջ է, երրորդին տեսակ որ ամբողջ գիշեր քննելուց հետո առավոտյան 9:30 որոշեցին 2 ամսով կալանավորել։ Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ շատ ավելի ծանր պատիժներ նախատեսվող քրեական գործերով մարդկանց ոչ թե չեն կալանավորում, նույնիսկ տնային կալանք չեն տալիս, ուղղակի ստորագրությամբ բաց են թողնում։ Սա խտրական վերաբերմունք է, իսկ խտրական վերաբերմունքը Եվրախորհրդի կոնվենցիայով արդեն դիտվում է որպես քաղաքական հետապնդում։ Հիմա իշխանություններն ասում են, որ քաղաքական չի, քրեական է։ Ես անընդհատ սա կրկնում եմ։ Սովետում Ստալինի ժամանակ կար 58-րդ հոդված, ժողովրդի թշնամի, դա մաքուր քաղաքական հոդված էր։ Հետո նույնիսկ Սովետը այդքան բան հասկացավ եւ արդեն քաղաքական անդիմախոսներին, այլախոհներին, դիսիդենտներին քաղաքական հետապնդման շրջանակներում դատում էր քրեական հոդվածներով։ Այսինքն որ ասում են սա քրեական հոդված է եւ այլն։ Հայաստանի օրենսգիրքը քրեական օրենսգիրքը չունի քաղաքական։ Եվ դրա համար ինչպես բոլոր բռնակալությունները, իսկ Հայաստանը դասական բռնակալություն է։ Քաղաքական հակառակորդներին դատում են քրեական շինծու մեղադրանքները։ Պարոն Խաչատրյան, նոր Արտուր Հովհաննիսյանն ասաց, որ սրբապիղծներից ենք ազատում եկեղեցին եւ նույն ձևով ինչպես որ սիրո եւ համերաշխության մթնոլորտում եկանք իշխանության, նույն սիրո եւ համերաշխության մթնոլորտում էլ եկեղեցին պետք է ազատվի իր բառերով Կտրիչ Ներսիսյանից։ Կտրիչ Ներսիսյանն ով է ես չեմ ճանաչում, ես ժամանակին Կտրիչ Սարդարյանն էի ճանաչում եւ իրան կա հիմա Կտրիչ Սարդարյանի գաղափարախոսության հետևորդներն են։ Կտրիչ Ներսիսյանն ով է ես չգիտեմ, բայց եթե սրբապիղծներից պետք է ազատեն, միգուցե իրենց ներկայությունից ազատեն քաղաքական դաշտը, ընդհանրապես հանրապետությունը։ Ասում են սիրո եւ համերաշխության հեղափոխություն, մենք փողոցում երկրում սեր եւ համերաշխություն ենք տեսնում, ներազգային թշնամանքը, անհանդուրժողականությունը, բևեռացվածությունը երբեք այսքան մեծ չի եղել եւ երբեք այսքան մեծ սպառնալիք չի հանդիսացել պետության գոյությանը։ Մեր հանրապետությունը, մեր ազգը երկու հարվածի տակ է, երկու կողմից, արտաքին թշնամին եւ ներքին թշնամին, որը պառակտում է հասարակությունը իրանց ասած սիրո եւ համերաշխության քողի ներքո։ Պարզ մեքենա ես վարում, տեսնում ես մարդիկ իրար նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն։ Այս լարվածությունը, այս փոխադարձ անհանդուրժողականությունը իրանց քաղաքականության հետևանք է։ Ինչքան էլ մարդամեկը սրտիկներ անի լայվի ժամանակ։ Իսկ ընդդիմությունը ինչ որ քայլեր պատրաստվում է ձեռնարկել այս իրավիճակում։ Ընդդիմությունը ինչ որ քայլեր միշտ է ձեռնարկում։
Միշտ ընդդիմություն, այսքան ընդդիմություն աստով չգիտեմ ու մի նկատի ունեք, բայց խորհրդարանական ընդդիմության ես մենակ մեր հատվածից կարող եմ ասել, մենք առաջի օրվանից ձեռքներս ծալած չենք նստել եւ 2019 թվականին, երբ ժողովրդի մեծամասնությունը դեռևս սիրահարված էր հեղափոխական առաջնորդին, մենք դեռ այն ժամանակ էինք զգուշացնում, թե ինչ է մեր գլխին գալու։ Եվ պատահական չի, որ այս իշխանությունների ռեպրեսիվ ամբողջ ապարատը եկեղեցին իհարկե չհաշված, գործում է մեր դեմ, եկեղեցու դեմ ռեպրեսիվ ապարատը չհաշված։ Դուք ես ձեր կալանավորումները նաև իմացանք, որ Սամվել Կարապետյանի եւ 30 օրով կալանքերի կարծիքով արդյոք կապվում եք ընտրությունների հետ, այսինքն որ փորձ է արվում բոլոր ընդդիմախոսների նման չեք լրացնել։ Անկասկած եւ ես վստահ եմ, որ այդ ճնշումները կգնացնեն, պատահական չի, որ այս դահլիճում իրենց պատգամավորներից մեկի պասով Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել կուսակցությունների մասին, մի հատ տեսնենք, այդ ով է ընտրել, ոնց է ընտրվել, կարող է վաղնել հանկարծ պահանջի, որ գամ մասնակցեմ, տեսնեմ ընտրությունները ոնց կայացան, այսինքն փորձելու է վերահսկել, տոտալ վերահսկողություն սահմանել քաղաքական կուսակցությունների նկատմամբ, դες դաշնակցությունն արգելելու իրենց ցանկության եւ երազանքի մասին չեն էլ թաքցնում։ Այս այդ առումով ինչ-որ գործընթացներ կան, հայտարարել են, չէ՞, դաշնակցությունից փակելու մասին եւ դեռ չկան։ Գիտեք, չեմ իմանում, ես իրանց ներքին խոհանոցին ծանոթ չեմ, բայց իրանց տրամաբանությանն ու հոգեբանությանն եմ ծանոթ եւ մտածելակերպին։ Չեմ զարմանա, որ տենց ինչ որ մի բան անեն։ Օրինակ մտնեն մի գրասենյակ եւ բադմինտոնի ռակետկա գտնեն, ասեն բադմինտոնն է, իսկ քաղաքական կուսակցությունն ինչի է բադմինտոնի ռակետկա մոտապան։ Չէ, ԿՊԱ-ական պատգամավորներից մեկը գրել էր, այս ինչա, սա եկեղեցական պիտույքներ չեն։ Հիմա մտնեն իմ տուն եւ պատկերացնում եք, չէ, օրինակ գտնեն խոհանոցային դանակ։ Ասեն, պատգամավորը խոհանոցային դանակ, ուրեմն մարդասպան է։ Իրանց այս այլասերված տրամաբանությունը ամեն ինչի կարող է հանգեցնել։